Ապրիլի 30-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Անդրադարձ է կատարվել նախորդ արտահերթ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Քննարկվել են գետերի եւ ջրահեռացման համակարգերի մաքրման, ռիսկային հատվածների քարտեզագրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ընդգծվել է, որ պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցությունը շարունակվում է, իսկ մարզերում իրականացվում է ռիսկային մասերի մշտադիտարկում։ Ներքին գործերի նախարարության փրկարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ ինտենսիվ տեղումների հետևանքով վտանգավոր դեպքեր չեն արձանագրվել։ Փրկարծառայությունը իրականացրել է ուսումնասիրություններ եւ նույնականացրել ռիսկային տեղամասերը, աջակցել գետերի եւ սելավատարների մաքրման աշխատանքներին։ Ապահովել է տեխնիկայի մշտական պատրաստվածությունը հաշվի առնելով ինտենսիվ տեղումների եւ հնարավոր վարարումների հետևանքով առաջացող ռիսկերը։ Քննարկվել են նաեւ ազդարման համակարգերի ներկայվիճակը, տեղեկատվության փոխանակման մեխանիզմները եւ դրանց կատարելագործման ուղղված քայլերը։ Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, նշվել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, որոնք վտանգավոր ելքեր չեն առաջացնի։ Հնարավոր ռիսկերի կանխարգելման եւ արդյունավետ կառավարման նպատակով կարևորվել է միջգերատեսչական համագործակցության շարունակականությունը եւ օպերատիվ կապի ապահովումը։